չենք տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եւ շատ հաճախ նաեւ մենք չենք տեսնում նաեւ մեր լրագրող գործընկերների կողմից։ Նախ նախաքննությունը ավարտված չէ եւ դուք Կա ձայնագրություն, Անիջան, որը ապօրինի Անիջան, ինչպես է ձեռք բերվել եւ արդյոք իրական է թե ոչ նույնիսկ։ Փաստաբանը, եթե չեմ սխալվում, հաստատել է, որ ձայնագրությունը թույլ տվեք ավարտել։ Փաստաբանը վերահաստատել է, որ տվյալ մարդու ձայնն է եւ չկա որևէ այլ միջամտություն, հետեւաբար այնինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր, դրանից իրավիճակը չի փոխվում եւ դրանից գործողությունների պլանը չի փոխվում, հետեւաբար այն ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է եւ որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք եւ այն ինչ կանխվել է, կարծում եմ շատ կարեւոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության Կարծեմ ձեր լրատվականներ գրել, որ մենք ես ավականու անդամների հետ դրսում վիճաբանություն եմ ունեցել, որը իրականությանը չի համապատասխանում, տեսանյութ կա, որտեղ ես պարզապես խոսում եմ ավականու անդամների հետ եւ առողջ քննարկում կա։ Եվ խնդրում եմ, որ այդ առողջ քննարկումը հենց այդպես ներկայացնենք։ Եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը Քննչական կոմիտեի նախագահը երեք ասաց, որ այո, ձայնագրությունը ամբողջական ներկայացված չի եւ ամբողջական չէին կարող ներկայացնել, որտեղ անձնական տվյալներ կան եւ այո, կիսատ ներկայացում է, որ հատվածը որ կարեւոր է քննության համար դա է ներկայացվել։ Հիմա հարցը այսպեսին է. եթե ձեր խոսակցությունները, օրվա ընթացքում ձեր խոսակցությունները իրավապահ մարմինները լսեն եւ հանրությանը կոնտեքստից կտրված իրենց ինչ արժեք է դա ներկայացնել։ Օրինակ դուք որ քրեակատարողական հիմնարկում կհայտնեիք։ Ես որևէ քրեակատարողական հիմնարկում չեմ կարող հայտնվել եւ չեմ կարծում, որ դրանք համեմատության եզրեր ունեն իրար հետ։ Առավել եւս դե թույլ տվեք։ Հիմա նայեք, դուք հարց եք տալի, հիմա ձեզ ժամանակին բռնության մեջ էին մեղադրում։ Անիջան, ով մեղադրում էր, հաջորդ օրը զրպարտության համար ներողություն խնդրել, բայց ցավոք էլի որոշ լրատվականներ փորձեցին միայն մի կողմը ներկայացնել։ Դա այլևս այդ թեման փակ է եւ դրանք շահարկել է, կարծում եմ, ոչ բարոյական։ Հետևաբար թույլ տվեք շարունակել ձեր հարցի պատասխանը ամբողջությամբ տամ եւ խնդրեմ մեր գործընկերներին թույլ տան ավարտեմ ձեր պատասխանը։ Որևէ կերպ դրանք համեմատելու եզրեր չեն եւ ես որևէ քրեակատարողական հիմնարկում կամ իմ ընկերները չեն կարող հայտնվել, որովհետեւ հիմա խոսքը գնում է ահաբեկչական ակտը կանխելու մասին եւ դուք հիմա որևէ խոսակցություն, օրինակ ես կարող եմ բարևել որևէ մեկին կամ մի մարդու մասին խոսելիս ասեմ ընկեր ջան եւ այդ ընկեր ջանը դուք համեմատում եք ահաբեկչական գործողությունների պլանի հետ։ Ձեր ներքին խոսակցությունների Մեր ներքին ոչ, չի կարող այդպես լինել, որովհետև մենք նման խոսակցություններ չենք ունենում, որովհետև նպատակ չկա նման խոսակցությունների, հետևաբար 2016 թվականին, երբ որ Սասնա ծռերը գրավեցին ՊՊՑ գունդը, Նիկոլ Փաշինյանը այդ գործողություններին օրինակ չէր որակում ահաբեկչություն, չնայած որ այդ ժամանակվա իշխանությունը նման որակում էր տալիս։ Եվ դա ըստ էության արդեն կայացած փաստ էր, հա, հարձակում էր տեղի ունեցել, սպանվեցին ոստիկաններ։ Ես կարծում եմ, որ 2016 թվականի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք եւ հետեւաբար այդ գործողությունները ես կարծում եմ, որ դրանք կազմակերպված գործողություններ են եղել օրվա իշխանությունների կողմից կազմակերպված եւ
ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության որոշակի process-ներ գեներացնելու եւ որոշակի արտաքին մարտահրավերներ, որպես որոշակի արտաքին մարտահրավերներ կանխելու կամ դրանք երկարաձգելու։ Փաշինյանն էլ է դրա մի մաս եղել։ Առաջինը ինքը մտավ ՊՊՑ գունդը, ավելի Խորենացի փողոցում հենց ինքն էր գոռում իշխանափոխություն հիմա։ Եւ առաջինը չգիտես ինչու, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահ չմտավ, մի րոպե կարևոր բան է հայտարարել ժողովուրդ։ Դուք ասում եք, որ դա process էր կազմակերպված։ Այդ կազմակերպված process-ի հատված եղել է Նիկոլ Փաշինյանը արդյոք թե ոչ, որտեղ ինքը կասկածելի հանգամանքներում առաջինը հայտնվեց ՊՊՑ գնդում եւ այդ ամեն ինչը սկսեց։ Դա լուրջ բան եք հայտարարել։ Ես էլ ասում եմ, եթե կազմակերպված էր, ապա Փաշինյանը դրա մի մաս էր, որտեղ ինքը առաջինը կասկածելի հանգամանքներում հայտնվել է ՊՊՑ գնդում, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահն էր ու ինքը։ Հիմա հարցը տվել եք, պատասխանում։ Խոսքը գնում է Սասնա-Ծռերի եւ այդ ժամանակվա իշխանությունների մասին եւ այս Նիկոլ Փաշինյանը որևէ process-ից տեղյակ չէր կարող լինել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը որևէ process-ի մաս չի կազմել։ Ինքը բառացի ասել է անընդունելի է Սասնա-Ծռերին որակել ահաբեկիչ։ Այսինքն Բագրատ Սրբազանի այդ խումբը, այդ հեղաշրջման պլանը, այսպես ասած, բերեցին, գցեցին ընդդիմության գրպան բայց այդ օրերին դրվել է։ Այո, դուք համեմատում եք 2016-ը 2025-ի այն process-ների հետ, ես կարծում եմ, որ 2025-ի Վազգեն Գալստանյանի կազմակերպած process-ները պետք է համեմատվի եւ համեմատելի են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ։ Բայց ձեւով ավելի համեմատ, քան սա մենակ բանը չի, ամեն ինչ թղթի վրա չի նարեկ։ Պարոն Բաքոյան, Նիկոլ Փաշինյանը նախ այսպես Facebook-ում հրադադար էր հայտարարել այդ, որ այլևս հայրախոսությամբ չի զբաղվելու, հետո էլ ասում է եկեք կոնսենսուսի գանք, մեկս մյուսին չհայենք, ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես որոշեց իր դիրքավորումը բանանել, հա, ինչպես Ռուզանն է ասում, ինչու որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի երբ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նայել, ես կարծում եմ, որ պետք է երկու կողմն էլ ճիշտ ներկայացնել, երկու կողմից ճիշտ մեկնաբանել։ Մերի ջան, եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս process-ներ, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին Սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ որևէ այլ process-ով չզբաղվեն։ Առավել եւս չզբաղվեն ահաբեկչություն, բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություն էր ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել էր արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում ոչ հիմնավոր մի փաստարկ, ասում է նոր լույսի ներքո հանցագործություն է։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, այսպես են քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական ինչու նախկինում չէ Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինյանի գրառումը հաստատաններն են արձանագրել հենց Նիկոլ Փաշինյանը թույլ տվեք ավարտել խնդրում եմ չէ թույլ տվեք ավարտել
2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից, որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեզ չի մտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն դա անունը Մասիս Մերկոնյանին են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք կգա։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան երբևէ անկախ է եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ Խնդրում եմ մի միջամտեք, որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական process-ների, որոնք գուցե նաեւ մեր սրտով տեղի չեն ունեցել։ Անթակորին դատավորին է, հա, մակագրվում, դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում ձեզ, ինչպես է լինում, որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ դուք չեք Նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ անջան քո ասացին, բայց այն ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար հուզում են եւ ոչ միայն մի շարք, բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր մեզ էլի հուզում։ Ձեզ չի հուզում, որ Մայրաթորը ԱԱԾ-ով ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Գիտեք, ինչպես եք դուք ներկայացնում, ես կարծում եմ, որ Հավելը ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ Ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ բնորոշի եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ։ Բայց հարցակումը ինչպես է գնահատում այդ իրավիճակը։ Դուք կադրերը տեսել եք, Գիտեք, դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն էր խոսում եւ տարօրինակ կապ են։ Պարոն Բակոյան, կապեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանդգության շրջանում ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու սպասավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը համարում են հարձակում, արշավ եւ այլն, մենք չենք համարում դա մի հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել ի պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման Նորից թույլ տվեք եկեղեցու եւ կոնկրետ հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ Նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարցակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ, ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Պարոն Բակոյան, ներողություն, հարցակցությունը ինչու է այդ դեպքում բարձր հեղինակություն վայելող գործողությունները սրբապղծություններ Մայրաթորի։ Գիտեք, ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Պարոն Բակոյան, տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը, բայց դուք չեք Համեցեք։ Պարոն Բակոյան, վերադառնալով իմ հարցին, պարոն Բակոյան, Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ
այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Ինչ արդարություն։ Ես դες օրինակներն եմ բերում, այս տիրույթումա ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայք հետո ո՞րն է էմոցիան։ Ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել։ Անջան հարց եք տվել։ Ես ասում եմ հարցը չեք պատասխանում։ Հարց եք տվել։ Դե պատասխանեք հարցին։ Անջան ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա Դե ասեք չեմ պատասխանում։ Անջան կլինի, որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի, որ դուք լսեք։ Կլինի, որ լսեք, խնդրում եմ կլինի, որ լսեք։ Դուք նոր էմոցիաներից եք խոսում, հիմա կլսեք պատասխանը։ Դե խնդրում եմ լսեք, հարց եք տվել, բարի եղեք լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր, որպիսի հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն, բայց դրանք չեն կարգավորվում։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում, որպեսզի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման ծրագիրը։ Սա այն պատասխանը է, որ տեսեք դուք ասեցիք, որ մեկ ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը, կարծում եմ դեռ շուտ է։ Այսինքն դեօկուպացիայի սպասել, դեօկուպացիայի Արցախի սպասել, Շուշիի Հադրութի դեօկուպացիայի սպասել։ Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը
դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրեմ։ Դուք դատական եւ իրավական համակարգի անկախությունից եւ արդարությունից եք խոսում, նաեւ այստեղ մեր հնչեցրած հարցերին պատասխանացում եք էմոցիոնալ է, չոր իրավական տերմինաբանությամբ եթե գնանք, Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, այդ ընթացքում նա չի ծանուցվել եւ միայն հունիսի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանալով, որ նա գտնվում է վեհարանում, հարձակում են իրականացնում վեհարանի վրա։ Հիմա սա է ձեր պատկերացրած եւ սա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգը։ Եթե ես չեմ սխալվում, իրավապահները դրա նախորդող գիշերը եղել են առաջնորդանում նույն օրը առավոտյան են եղել եւ Միքայել Սրբազանը ոչ առաջնորդարանում, այլ եթե ես չեմ սխալվում, եղել են Գյումրի քաղաքում եւ արդեն առավոտյան նաեւ տեղեկանալով, որ Միքայել Սրբազանը գտնվում է այդ վայրում, այցելել են Չէ, դուք դեպքերը խառնում եք, բայց ես ասում եմ, Միքայել Սրբազանը չի ծանուցվել, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, նրանք միայն որոշում են հունիսի 25-ին ձերբակալել։ Ձեր հարցին հստակ հետեւյալ կերպ պատասխանեմ, որ դատական համակարգը որևէ մեկի կողմից չունի ազդեցություն եւ ձեր այս հարցը հստակ ուղղված է դատական համակարգին եւ այն մարմիններին, ովքեր այդ գործողությունները իրականացրել են։